Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Հիմա շեմերի հետ կապված, ես իրականում հենց այդ մոտեցման կողմնակիցն էի, որպեսզի մենք շեմը ոչ թե բացարձակ թվով դնենք, կամ ոչ միայն բացարձակ թվով, այլ ասենք բացարձակ թիվ գումարած շրջանառության որոշակի տոկոս, այստեղ ես ուղղակի չեմ ուզում հիմա հաշվում, թե քանի այդպիսի դաժան քննարկումների միջով ենք անցել, հատկապես իրավաբանների հետ, այսինքն մեր իրավապահ բլոկի հետ։ Այս է դեպքը չի, պարոն Աղազարյան, ես լավ պայքարել եմ, բայց ինձ որ ասում համոզեցին, որովհետև իրավական տեսանկյունից ասեցին, որ ամեն դեպքում կապ չունի հարկը թաքցնողը մեծա, փոքրա եւ այլն, բայց իմ մոտեցումը հետեւյալն էր, քանի որ քրեական օրենսգիրքը խոսում է ոչ միայն չափի մասին, այլ խոսում է նաեւ հարկը թաքցնելու ցանկության մասին, որտեղ այդպես է գրված հարկերը թաքցնելու նպատակով ու իմ կարծիքով տոկոսը շրջանառության կամ վճարած հարկերի հետ կապելը անուղղակիորեն ցույց է տալիս վարքագծի մասին եւ ասենք 5 միլիարդ դրամ հարկ վճարած ընկերությունը օրինակ 50 միլիոն դրամի պատճառով քիչ հավանական է, որ իր ամբողջ հեղինակությունը կդնի ռիսկի տակ, այսինքն այդտեղ կարող լինի մեխանիկական սխալի արդյունք եւ այլն, բայց պարոն Հակոբյանի ասածը ես էլ կրկնեմ, մեր այս կոնսենսուսը եղել է այն, որ ի սկզբանե առաջարկվող 1 թվին փոխարինելու եկավ 2 տարվա այդ կանոնը, մանավանդ որ ես ինչքանով հասկանում եմ, ստուգումների ու առաջադրվող պարտավորությունների մեծագույն մասը մի տարով չի սահմանափակվում, 2-3 տարվա ստուգումներ են, այսինքն 2-3 տարի եթե ստուգում պիտի 45 միլիոն լինի, ավելին ասեմ, կառավարության նիստից հետո, երբ արդեն մենք կոնսենսուսի ենք եկել, ես կառավարության նիստը նայում էի, մի հատ էլ այդ կառավարության նիստը լսելուց հետո ենք քննարկում նախաձեռնել էլի, որ անդրադառնանք էլի շեմերի հարցին, բայց կարծեմ, որ այս առաջ եկած լուծումը ինքը մի քանի քայլ առաջ է, սրանից հետո եկող գործերի մասը ինքը ահագին զրոյին է մոտեցնելու, այսինքն այդ խնդրահարույց դեպքերը, որ գնում են քննչականում կուտակվում են, քննչականում եղած գործերից, եթե չեմ սխալվում, 600 մոտարապես 600-ը ավտոմատ կարճվելու են, որովհետև ինքը ունի բարելավող հետադարձ ազդեցություն, իսկ ինչ վերաբերում է քանիստ են գնացել դատարան, ես այդ ինֆորմացիան ժամանակին քննչական կոմիտեից վերցրել էի, եթե չեմ սխալվում, մոտ 2000 քրեական գործից դատարան գնացել էր մոտարապես, եթե չեմ սխալվում, 30-ը կամ 40-ը։ Գործերի մեծ մասը ընթացքում կարճվել էր, մի մասը երևի կամ համաձայնության են եկել, կամ չէ, բոլորը չեն, գիտեմ, որ այդպես մտածելը մի քիչ կարող է քննադատելու առումով ցանկալի, բայց այդպես չի։ Այն մնացածը արդեն բովանդակային բան կանեմ, եթե ավելացնել բան եք, պարոն Հակոբյան, ասեք, նոր հետո պարոն Աղազարյանն արձագանք։ Իրականում մեր քննարկումները երբեմն թվում է շատ են կենտրոնացել շեմի հարցի վրա, բայց ես հատուկ իմ ելույթում առաջի կետով անդրադարձա վարչարության բարեփոխմանը, որտեվ դա ինքը իրանով այդ ձեր բառերը էլի օգտագործեմ, ասում եք գցում եք քննիչների ձեռքը։ Նախ այդպես չի իրականությունը, միգուցե կան դրվագներ այդպիսին, բայց այս բարեփոխումը շեմի հարցը դարձնում է արդեն ավելի շատ կանխարգելիչ բնույթ ունեցող ազդակ տվող հարկ վճարողին, որտեղ այդ ընթացքում հարկ վճարողը այնքան լսվելու իրավունք է ստանում, որ ինքը արդեն ավելի շատ պետական եկամուտների կոմիտեի հետ շփվելով իր հարցերի մեծ մասը լուծելու է ու բազմաթիվ գործեր այլևս չեն հայտնվելու քննչական կոմիտեում։ Այսինքն, ըստեղ էական դաշտ է բացվում աշխատելու պետական եկամուտների կոմիտեի տիրույթում, եւ այս տեսանկյունից կարծում եմ այս փուլում մենք անհանգստանալու մեծ առիթ այլևս չունենք, եթե այս ճանապարհով ենք գնում։ Շնորհակալություն պարոն Հակոբյան, շնորհակալություն պարոն Թունյան, բայց ես այդ հարցը խնդրում եմ ազգաժողովի կտամ, թե քանիսից չնայած պարոն Թունյանը ասեց, որ 2000-ից 40-ը եւ էսի արդեն շատ բան է ասում, բայց բոլոր դեպքերում գնահատական տալու համար խնդրում եմ ճշտեք, ես այդ հարցը կտամ, հա, բան չեմ ասում, հա։ Հիմա պարոն Թունյան, չարական թաքցնելու դեպքում չարականորեն, ասենք մտածված թաքցնելու դեպքում 10 դրամներ թաքցնելը դա արդեն հանցագործություն է, դրա մասին խոսք չի կարող լինի։
Էդի հանցագործությունն է եւ վերջ։ Եվ բացի որ 10 դրամը պիտի վերականգնի, նա պիտի պատժվի ինչ-որ ձևով։ Էդի անքննելի է իմ համար մի կողմից։ Մյուս կողմից դուք եք ունեք ընկերներ, պարոն Հակոբյան, մենք էլ ունենք ընկերներ, մենք էլ ենք եղել որոշ բաների մեջ։ Աշխարհի բոլոր բիզնեսմենները ուզում են բան անեն։ Իրենց հարկային բազան քչացնեն։ Շատ տրամաբանական է։ Հիմա պետությունն է ուժեղը, թե ուրեմն պետությունն է հաղթում, պետությունը չի ուժեղը, թե թող այդ մարդկանցից օրինակ վերցնի, տենա ոնց են այդ բացերը լրացնում, բանանը օգտագործում եւ բանանը, բայց դա չպիտի դառնա արդեն այդ 10 դրամի թաքցրելը չարակամորեն։ Ես կարող ճիշտ չեմ հասկանում, բայց ես դեռ տարբերում եմ։ Մասնավորապես մեր այս մոտեցման դեպքում 24 եւ 25 թվականներին մենք մոտ 2.5 միլիարդ դոլարի բան են կորցրել, շրջանառություն են կորցրել։ 2.5 միլիարդ դոլարի Վրաստանով ապրանքներ են գնացել։ Դե մա չեմ ուզում ավտոներ անուն տա, որովհետեւ վատ հիշողություններ առաջանում, հա, հենց ավտոների մասին է խոսքը։ Հիմա տեսեք, ասենք հարկայինը, հիմա դուք ասում եք 15-50 միլիոն, 15-30 միլիոն, որպեսզի տնտեսավարով հետ խոսանք, ասենք ախտի ջան, մեր փողերը մուծի քեզ ասում եք, նայի 5-ին գումարած 5 հավասար է 10, 20-ից հանած 10 հավասար է 10, 10-ի 30%-ը անում է 3 դրամ, մեր 3 դրամը բուծի պրտնակ իրարից, շատ լավ է, բայց արդյոք քննչականում կան այդ մակարդակի տնտեսագետներ, որ կարողանան այդ թվաբանությունը բացատրել, թե ասում են, հեսա տղուտ կկալանավորենք, հեսա մորդ կկալանավորենք, հեսա կնգատ կկալանավորենք, հեսա սիրուտ կկալանավորենք։ Էմոցիաները լավ են, բայց բերեք ավելի մասնագիտական խոսենք էլի։ Հա, դուք ինչ եք ասում եք աշխարհի բոլոր բիզնեսները ուզում են իրենց հարկային բազան քչացնեն։ Թույլ տվեք չհամաձայնվեմ, որովհետև եթե տես լիներ, պիտի անընդհատ կամ ստվերը աճեր կամ առնվազն մնար նույնը, այդ թվում Հայաստանի Հանրապետությունում։ Հիմա դուք ասում եք, այդտեղ պիտի պետությունը ուժեղ լինի, ես համաձայն եմ, այո, կա տենց երևույթ, բայց նայեք, մենք այստեղ այս ռեֆորմով, ես ինչ ասի, մտածողության փոփոխության հարց կա, որովհետև եթե մենք ուժի կիրառման մասին ենք խոսում, միշտ կարող ենք ասել, որ պետությունը կարող է ուժեղ լինել, եթե ուժի կիրառմանն է վերաբերում, բայց մենք ուրիշ բան ենք ասում ենք, մենք ուզում ենք, որ մեր հարկ վճարողը դառնա ինքը կամավոր կարգապահ։ Եվ դրա համար այդ դաշտը ստեղծում ենք։ Դուք նայեք, անընդհատ շեմի թվից եք խոսում, բայց շեմի թիվը այն էական գործոնը չի, որ պետք է լինի խոսակցության առարկա հարկ վճարողի հետ։ Մենք իրականում էդ էլ ենք վերացնում հիմա ստացվում է, այսինքն այլևս պրակտիկայում շատ քիչ կհանդիպեն դեպքերը, որ որևէ մեկը կվախեցնի շեմով, որովհետև արդեն պետական եկամուտների կոմիտեի ցանկացած օպեր, ցանկացած տեսուչ, որ նախնական հաշվարկ է անում, ինքը պետք է այս բոլոր ցիկլերով անցնի ու հիմնավորի արդյոք օրինակ դա պոտենցիալ հանցագործություն է, որ պետք է օրինակ հաղորդում ներկայացնենք։ Եվ ավելին ասեմ, ստեղ մի հատ դրույթ եկա կուզենամ միանգամից արդյոք օգտագործել ասել, մենք ինչ ենք ստեղ ասում, մենք ասում ենք օրենքով հստակ պարտավորեցնում ենք պետ նախագահին, որ ինքը լիազորի կոնկրետ, ասենք կոնկրետ մի անձ լինի, որի միջոցով ֆիլտրվելու է այդ հաղորդումները, իսկ դա նշանակում է, որ մենք այս օրենքի ընդունումից հետո պետք է գնանք, օրինակ ներքին կարգեր սահմանենք հստակ մանրամասն, թե ինչպես պետք է այդ պրակտիկան կազմակերպի պետական եկամուտների կոմիտեն, որ որևէ մեկը ապագայում իրավունք չունենա հանկարծ հարկ վճարողին վախեցնելու լեզվով ընդհանրապես խոսել։ Եվ հա, այստեղ իհարկե մասնագիտական մակարդակների մասին եք խոսում, այո, մենք խնդիր ունենք եւ պետք է բարձրացնենք մեր մասնագիտական կարողությունները ավելի լավ շփվելու հարկ վճարողի հետ, ավելի պրոֆեսիոնալ այդ խնդիրները բացահայտելու եւ այս հենց process-ը դրա մասին է, այսինքն որ ասում ենք process-ը երկարացնում ենք, այդ ընթացքում պետք է բավարար կարողություններ ունենաս, որ դու կարողանաս հիմնավորել իրապես հարկ վճարողը այդ պարտավորությունը միտումնավոր է թաքցրել թե չէ, որովհետեւ քրեական օրենսգրքի 290 հոդվածը հստակ ասում է խոշոր չափերով հարկեր թաքցնելու նպատակով։ Այսինքն այս էլեմենտն է կարևոր։ Հիմա պետք է մենք հստակ կարողանանք այդ որակումը որոշակի տանք, նոր հետո հասնենք այդ քրեական գործերին։ Նույնիսկ բացառություն կկազմեն օրինակ այն կոնկրետ դեպքերը, օրինակ չեմ սերվերներից տվյալներ են վերցվում, համակարգչից տվյալներ են վերցվում, դրանք շատ կոնկրետ փաստեր են, որոնք հենց խուսափելուն են վերաբերում հարկերից։ Շնորհակալություն։ Պարոն Աղազյան, մի հատ ասեք։ Շնորհակալություն պարոն Հակոբյան։ Եթե հիմա ձեր աշխատակիցները բանանալ եւ այդ անձը որ կա, ասենք մի հոգի լինելու է, որպեսի բանանը, չէ, վերջի ֆիլտրը լինի, որ ուղարկի թե չուղարկի։ Գալիս է այդ անձի մոտ այդ տնտեսավարողը, ասենք 52 միլիոն է։
ենթադրենք թե տնտեսավարողը հասկանում է որ բանա ինքը բանա սխալա թույլ տվել ասում ախպեջա բերում եմ վճարեմ 52 միլիոնը թե դուք ուղարկում եք արդեն քննչական կարծիք ճիշտ դեպակերպեմ հարցը Տեսեք, միջև այդ անձի մոտ գալը, այս հիմա ասած բոլոր process-ներով պետք է անցնի։ Պատկերացրեք, Վերջը, ասում եմ, այսինքն այդ անձը չի 52 միլիոն է, որոշում կայացնի։ Ասում շեմը անցած է, բայց ասում վճարում եք, դու կարող ասեք մեր փողը տուրել քնչական չուղարկեմ հետեք, չէ՞ ասում բանալը։ Հա, կարա այդ վճարի ու ասեք չեք ուղարկում քննչական։ Թե արդեն 50-ից անցնում մեխանիկորեն ուղարկում եք։ Տեսեք, ցանկացած հիմա այդ ճշգրտում անելու եւ վճարելու պրակտիկան իրականության մեջ կա։ Այսինքն հարկ վճարողը եթե ընդունում է իր մեղավորությունը եւ պարտավորվում է վճարել, դա մեղմացուցիչ հանգամանք է ըստեյության եւ այդ վճարումները տեղի են ունենում։ Բայց չէ, խնդրում եմ մի քիչ հստակ պատասխանեք։ 52 միլիոնը հայտնաբերել է հարկայինը, որ 52 միլիոն ինքը չարաշահում ունի։ Ինքը ասում է ներողություն եմ խնդրում, սխալվել եմ, վաղը չեմ ուսել, բերում եմ 52 միլիոնը վճարեմ։ Այդ դեպքում քննչական ուղարկվում է, թե չի ուղարկվում այդ գործը։ չէ, այսօր չի գնում դա։ Չի գնում, չէ՞։ Այո։ Ես Անաղազյան, քանի որ առիթ եղավ, մտածում եմ ելույթի ժամանակ ասեմ, բայց հենց ձեր հարցերին պատասխան ասեմ, էլի։ Ուրեմն տեսեք, խնդիրը շեմը միշտ եղել ավելի ցածր է եղել, բայց ինչի է վերջին 1-2 տարիներին հատկապես այս հարցը սրվել, որովհետև քննչական կոմիտեն արդեն ինքն է զբաղվում այս գործերով։ Առաջ պեկի մեջ էր այդ կառույցը եւ տնտեսվարողը շփվում էր պետական եկամուտների հետ, ոչ թե քննչական կոմիտեի հետ, ու ամեն դեպքում պետական եկամուտների կոմիտեի հետ շփվելը տնտեսվարողի համար շատ ավելի կոմֆորտ է, քան թե քննչական որտեղ Պեկում չկա քննչական մասը քննչական կոմիտեի է գնացել։ Պեկում կա օպերատիվ հետախուզական բլոկ եւ այլն։ Այն ժամանակ դրա համար է քննչական չեն գնում, մարդիկ պեկ էին գնում։ Հիմա այստեղ երկու կարևոր կետ կա, որ ասում էի, մեկը թիվն է, մեկը արդյոք միտում եղել է ցանկություն, թե չէ։ Հիմա պետական եկամուտների կոմիտեի այս ֆիլտրը ինքը հնարավորություն է տալիս, որ մենք թվի հարցում վստահ լինենք, այսինքն սխալ հաշվարկ չլինի, վրիպակ չլինի, չգիտեմ, միտում չլինի, որ օրինակ 5 միլիոն դրամի փոխարեն 25 միլիոն դրամ գրած չլինեն։ Այդ թվի հարցում բոլոր ֆիլտրերը բողոքարկելով մեխանիզմներով եւ այդ ամեն ինչը կա, բայց վերջում եկավ կանգնեց, ասենք օրինակ լրացիչ հարկերի թիվը ձեր ասած 52 միլիոն դրամ է։ Այստեղ արդեն առաջ է գալիս երկրորդ հարցը։ Արդյոք դա հարկերը թաքցելու նպատակով է արվել, թե պատահաբար արվել, թե վրիպակ է եղել։ Այդ հարցի պատասխանը միտում կա թե չկա, այդ հարցի պատասխանը տալիս է քննչական կոմիտեն, որովհետև այդ հիմքով է գործառույցում։ Բայց ես ձեզ մի կարևոր ասում եմ, բայց մի կարևոր բանի մասին եմ ուզում։ Եթե կառավարության նիստը նայել եք, հենց ուղիղ այդ մասով քննարկում է գնացել երկու փոխվարչապետերի միջև։ Եվ փոխվարչապետերից մեկը մեր Գրիգորն ասում էր, օրինակ խոշոր ընկերություն է, 50 միլիոն դրամ հարկ է թաքցրել, ավտոմատ դա գնալու է քննչական կոմիտե, Տիգրան Խաչատրյանը ասում էր ոչ չի գնալու եւ հետո պեկի մեր գործընկերներն էլ ասում են որ այո այն դեպքերում երբ որ մենք տեսնենք որ այդտեղ վրիպակամիտում չկա եւ այլն մենք գործերը քննչական կոմիտե չենք ուղարկում այսինքն ողջամտության կանխավարկածով են առաջնորդվում բայց մենք իհարկե պիտի փորձենք այնպես անենք որ դա լինի ինստիտուցիոնալ որովհետեւ այսօր պարոն Հակոբյանն պետական եկամուտների կոմիտեի նախագահ պարոն Սահակյանն իր տեղակալը իրանք այդ կանխավարկածով են շարժվում, վաղը մյուսօր մեկը կարող է գա բոլոր գործերն ուղարկի քննչական կոմիտե։ Ընդ որում քննչական կոմիտե ուղարկելն իր պատճառաբանություն ունի։ Չուղարկելը կարող է պեկի համար որոշ հարցեր առաջացնի, վաղը մյուսօր գան ասեն, քիչ եք այս գործերը ուղարկել քննչական կոմիտե։ Այսինքն այդ ամեն ինչը պիտի մաքսիմալ ինստիտուցիոնալ հիմքերի վրա դրվի ու այս առաջի քայլերն են, դրա համար ենք ասում քննարկումները շարունակում ենք, հետագայում քննարկելու ենք նաև ոնց անենք, որ տնտեսական գործունեությանը մաքսիմալ քիչ խոչընդոտներ լինեն, դրանք էլ կանոնակարգվեն, մարդու համակարգիչը չվերցնեն, տանեն մի քանի ամիս պահեն կամ տարիներով պահեն, իսկ այդ ձեր ասած դեպքերը, որ կալանքի շանտաժով կամ մնացած բանով փորձում են մարդուց օրինակ լրացուցիչ հարկային պարտավորությունները բյուջե գանձել, այդ խոսակցությունները մեզ էլ են հասնում, այդ մասին մենք էլ ենք բարձրաձայնում, իմ կարծիքով չեն բացառվում, որ ինչքան էլ ուզում է վերևի մասը ղեկավարության, այսինքն top management-ը
բոլոր կանոնները պահպան, միշտ կգտնվեն մարդիկ, որոնք կփորձեն այդպես ինչ-որ գործողություններ անել, բայց դա էլ ես հորդորում եմ բոլոր այն տնտեսվարողներին, ում հետ որևէ հարկային տեսուչ կամ քննչական կոմիտեի քննիչ այդ լեքսիկոնով ոչ շանտաժի լեզվով է խոսում, թող տվյալները անձամբ ուղարկեն ինձ։ Դա աչի, պարոն Աղազյան, որտեվ երբ որ գալիս է ժամանակը, ասում ես եղբայր կոնկրետ ասա, ով էր եկել քո մոտ այդ տիպի շանտաժի լեզվով խոսում, ասում են լավ է, մենք ոչ մի բան բողոք չունենք, որտեվ վաղը մյուսը չենք ուզում։ Այդ 2000-ը իդեպ պարոն Աղազյան, այդ մի հատ կճշտեմ 2000-ը թե ինչքան էր, բայց դրանց մեծ մասը ավտոների գործերն էր, ինչքան հիշում եմ, որոնք մինչև հիմա մնացել են այնտեղ։ Չէ, ուզում եմ ասեմ, այդ ինչ-որ տենց Համատարած որտեղ պատասխանը նախագիծ մեկը չեմ հիշում եք, որ զբաղալի 10%-ը շահել ինչքան վաճառել։ Արեցի կարգավորը ծաղի բան, բայց համատարածը նախանից պիտի դες ուրիշ դες, չէ՞, որտեղ համատարած։ Դե հա, առանձին հետաքրքիր պատմություն է, որին հետո ես թվում է անդրադարձ կլինի մի օր ավելի այս պատմությունից դուրս կանգնած մարդկանց կողմից։ Եթե բան եք ավելացնում, խնդրեմ Անտոնյան, այդ ուղղակի հավերելով ձեզ, այս սխեման հնարավորություն է տալու 3 կարևոր պատճառ հստակ արձանագրել, այսինքն եթե կա անփութություն, եթե կա տեխնիկական վրիպակ, եթե կա օրենսդրության ոչ ճիշտ ընկալում, դա հնարավոր է բացահայտել միայն լսելու իրավունքը իրացնելու միջոցով, այսինքն այս սխեման նաև հնարավորություն է տալու այդ ընթացքում մենք ճանաչենք խնդիրը, ոչ թե ասենք դա միտումնավոր էր ու վերջ։